Ահա 5 սխալ, որոնք պետք է խուսափեք, երբ Աստված սկսում է ձեզ բարձրացնել։ Սխալ համար 1. Օգնում եք շատ արագ, առանց մտածելու։ Մի շտապեք օգնել մարդկանց, հենց նրանք նկատեն, որ դուք լավ եք գործում, կվազեն ձեզ մոտ, ինչպես մրջյունները շաքարի վրա։ Եղեք բարի, բայց նաև խելացի։ Մարդիկ հաճախ մոռանում են ձեր օգնությունը, հենց որ դուք այլևս օգտակար չեք լինում նրանց համար։ Սովորեք ոչ ասել, առանց մեղքի զգացումի։ Սխալ համար 2. Շատ եք խոսում ձեր օրհնանքների մասին։ Երբ Աստված սկսում է ձեզ առաջ տանել, առաջ գնացեք լռությամբ։ Մի հայտարարեք ձեր կյանքում տեղի ունեցող ամեն լավ բանի մասին։ Խուսափեք ամեն ինչ սոցցանցերում տեղադրելուց կամ պարծենալուց։ Եթե տուն եք գնում, լռեք։ Եթե առաջ խաղացում եք ստանում, լռեք։ Ոչ բոլորն են ուրախանում ձեզ համար։ Որոշ ժպիտներ կեղծ են, որոշ ուրախություններ դատարկ։ Որքան ավելի շատ խոսեք ձեր առաջընթացի մասին, այնքան ավելի շատ նախանց կգրավեք։ Լռությունը պաշտպանում է և ձեր խաղաղությունը, և ձեր ծրագրերը։ Սխալ համար 3. Չափից շատ հարմարավետ եք լինում։ Շատերը հիմա լավ են գործում այն ջանքերի շնորհիվ, որոնք գործադրել են երեկ, բայց հիմա դադարեցնում են ջանք գործադրել։ Հաջողությունը սկսում է մարել հենց որ դադարում եք աշխատել։ Շարունակեք գնալ առաջ։ Հիշեք, ուրիշները շատ են աշխատում ձեր տեղը զբաղեցնելու համար։ Հարմարավետությունը բերում է անկման, բայց հետևողականությունը պահպանում է ձեր հաջողությունը կենդանի։ Սխալ համար 4. Մոռանում եք օրհնությունների աղբյուրը։ Երբեք մի մոռացեք նրան, ով ամեն ինչ հնարավոր դարձրեց ձեզ համար։ Շատերը աղոթում են օր ու գիշեր, երբ դժվարություններ ունեն, բայց հենց կյանքը լավանում է, մոռանում են Աստծուն։ Հիշեք, թե որքան հեռու է նա ձեզ բերել, քանի մարտերում է օգնել հաղթել, քանի դռներ է բացել, երբ ուրիշները փակվել են։ Մնացեք խոնարհ, երախտապարտ և Աստծուն պահեք ձեր ճանապարհի կենտրոնում։ Եվ ամենակարևոր սխալը համար 5. Անտեսում եք ձեր ծնողներին և հարազատ մարդկանց։ Մի մոռացեք այն մարդկանց, ովքեր ձեր կողքին էին նախքան օրհնությունների գալը։ Ձեր ծնողները աղոթել են ձեզ համար, զոհաբերել իրենց հարմարավետությունը և իրենց սրտում կրել ձեր երազանքները։ Այնքան զբաղված մի եղեք, որ անտեսեք նրանց, ովքեր հիմք են դրել ձեզ համար։ Նրանց օրհնություններն ու աղոթքները ձեր հաջողության պատմության մի մասն են։ Պատվեք նրանց, քանի դեռ կարող եք։ Ուստի, երբ Աստված օրհնում է ձեզ, խելացի եղեք ձեր բարության մեջ, լռակյաց ձեր առաջընթացի մասին, երախտապարտ ձեր ծնողներին և հավատարիմ Աստծուն։ Որովհետև նույն շնորհը, որ ձեզ բարձրացրեց, կարող է նաև փորձարկել, թե ինչպես եք այն տանում։ Երբ Աստված սկսում է օրհնել ձեզ, զգույշ եղեք։ Ամեն օրհնություն գալիս է փորձությամբ, ձեր սրտի, իմաստության և կարգապահության փորձությամբ։ Գրեք մեկնաբանություններում, եթե համաձայն եք, և շնորհակալություն հայտնեք Աստծուն նրա օրհնությունների համար։